Կառավարությունը 2025 թվականի ամառվանից սկսեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման գործընթացը։ Հեցի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, նշանակվեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Ըստ հեցի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի, այս գործընթացը և դրան նախորդած հեցի սեփականատիրոջ Տաշիր ընկերությունների խմբի նախագահ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունեն։ Կարապետյանին ձերբակալել են եկեղեցու նկատմամբ կառավարության կատարած քայլերը քննադատելու համար։ Ըստ Դավիթ Ղազինյանի և հեցի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի, վերջին 4 ամիսների ընթացքում անարդյունավետ կառավարման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում 40%-ով ավելացել են էլեկտրաէներգիայի անջատումները։ Armenia Today-ը փորձել է պարզել քաղաքացիների կարծիքը հեցի մատուցած ծառայությունների որակի և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության մասին։ Այդ նպատակով Երևանի 5 վարչական շրջաններում անցկացրած հարցմանը մասնակցել է շուրջ 80 քաղաքացի։ Առաջ շատ ավելի լավ էր, տարիներով մի անգամ չի անջատվել։ Ներկապային մեր մոտ անջատված էր, 5-րդ մաս են կապում։ Ամեն ինչից ենք դժգոհ, մենակ հեցից չէ։ Ամեն ինչից։ Առաջ շաբաթ չկար, որ անջատում չլիներ։ Հիմա չկա։ Հիմա ոչ մի բան չեմ նկատել, հələ որ կարգին գնումա, չգիտեմ։ Մեկ-մեկ լինում է, որ անջատվում է։ Իսկ ընդհանուր գոհ եք, թե դժգոհ հեցի ծառայություններից։ Չէ, գոհ ենք։ Նույնն է մնացել։ Եվ գոհ եք հեցի ծառայություններից։ Հիմա չէ։ Ինչն է պատճառը։ Երբեմն անջատում են, բայց անջատելուց շատ սառնարանն է փչանում, որոշ էլեկտրական բաներ, որ միացված են, ծակացուցիչ ունենք, ազդում է վրան, էլի, որ անջատումները հաճախակի լինեն։ Հիմա ինչից կարող ես գոհանես։ Ձեր հասցեում անջատումներ հաճախ են լինում։ Միշտ։ Հեցի ծառայություններից գոհ եմ։ Անջատումները։ Չէ, անջատում չկա մեր բնակարանում, էլի, մեր թաղամասում։ Չէ, երևի։ Հա, կենտրոնում եմ ապրում, անջատումներ չեմ տեսնում։ Դες կենտրոնում դամապես չի անջատ։ Շուտ են անջատում, անգամ անցած շաբաթ 2 անգամ անջատել են։ Ճիշտն ասած դժգոհ եմ։ Հենց այդ պատճառով, որովհետև բալիկիս եմ տանում պարտեզ, այդտեղ են լույսերը անջատում ու աշխատանքի հետ կապված շատ դժվար է լինում։ Նվազում եմ նկատել, ոչ թե ավելացում։ Շատացել եմ։ Որ հասցեի մասին է խոսքը։ Չեխովի 24։ Գոհ եք հեցի որակից ծառայությունների տատանումներ բան հաճախ են լինում։ Տատանումներ չեն լինում։ Շատացում։ Որ հասցեի մասին է խոսքը բարձր։ Բանգլադեշ։ Դե ընդհանրապես շատացել են երևի, ոչ թե նվազել։ Ժամանակին տես բաներ չկար, հիմա արդեն հաճախակի է անջատում ասանքները։ Երևի նույնն է։ Գոհ եք հեցի որակից։ Չէ, Ինչով գոհ չեք։ որովհետև հաճախակի է լինում։ Սովոր են, դե որ անջատվել սովոր են, որ դիմանան, կեսա կվառեն, հեսա կտան։ Դե ոչ Գոհ եք հեցից հիմա։ ոչ մի բանի ձեր գոհ չեմ։ Չէ, տատանումները շատ ավելի հաճախ են։ Նորմալ է։ Չեն անջատում։ Լինում են անջատումներ, բայց հաճախ չեն։ Հասկանալով թե ինչ է կատարվում, իմանալով ինչ բարեփոխումներ է, հարմարվում ենք։ Միշտ էլ դե սենց է եղել, էլի միշտ էլ ամեն ժամանակներում միշտ էլ անջատումներ է եղել է։ Չէ, լավ, ամիշտ նորմալ։ Շատացել են անջատումները։ Որ հասցեի մասին է խոսքը։ Այս մասը հիմնական ավանումներ են անջատում, երրորդ մասը անջատումները շատացել են։ Չեմ նկատել, չէ։ Ոնց կարն ես մնացել։ Չեմ նկատել նման բան մեր տարածքում։ Շատացում ճիշտ ասած։ Մեզ մոտ չեն անջատում։ Բացարձակ վատ չի, նորմալ է։ Որ տարածքի մասին։ Չէ, մեր մոտ նորմալ է։ Ձեր մոտը որտեղ։ Առայժմ։ Չէ, չի շատացել։ Մեր մոտ չեն անջատել։ Ձեր մոտ որն է։ Արցախի վրա։ Դե հա, մենակ նոր տարում մի քիչ անհաջող բան ստացվեց, քանի որ լույս չունեցանք, բայց նորմալ է։ Ամսվա կտրվածքով կարելի ասել ավելացել են։ Փոփոխություն չկա, նույնն է։ Շատացել են։ Որ տարածքը նկատի։ Երևանին։ Հեցի ծառայությունների որակից գոհ եք։ Տատանում։ Այսօրվա դրությամբ չէ։ Չէ, նորմալ է, այդքան շատ չի անջատվում։ Որ տարածքը նկատի ունեք։ Երևանին։ Իսկ գոհ եք հեցի մատուցած ծառայության որակից։ Ոչինչ։ Նկատում տատանումներ եւ այլն։ Լինում է երբեմն, բայց նենց ոչինչ։ Նայած վախտելի։ Շատացել են։ Երևանին նկատի ունեք, այստեղ եք։ Այո, Իսկ հեցի ծառայությունների որակից գոհ եք թե դժգոհ։ դժգոհ եմ։ Խնդիր էր եղել հեցի հետ կապված, իշտա շտկվեց, բայց մեղավորությունը իրենցն էր։ Շատացել են։
Որ տարածքը նկատի ունեք։ Բոլոր տարածքներում է շատացել է, Աբովյանի շրջանում է շատ, Արարատի մարզում է շատ անջատումները։ Հետի ծառայություններից գոհ եք, որը ակտատանումներ, խնդիրներ եւ այլն։ Դե շատ է լինում, ամառվա ամիսներին շատ է լինում անջատումները, ծնվերն էլ է շատ լինում։ Ուզեի որ մի քիչ ավելի լավ աշխատեին, էլի փոփոխություններ։ Չէ, մեր մոտ օրինակ նորմալ է։ Որն է ձեր մոտը։ Աթոյան Երևանն է։ Գոհ եք հետի ծառայություններից։ Հա, նորմալ է։ Դες չեմ պատկերացնում, շատացել են թե նվազել են, ոնց որ նորմալ է սա։ Գոհ ենք դեռ։ Երևանի բնակիչ եք։ Այո, Երևանու բնակիչ եմ, ստեղծվեց թե մեծացել եմ։ Իսկ կասեք հետի ծառայություններից գոհ եք, որը ակտատանումներ, հոսանքի եւ այլն։ Գոհ եմ։ Ավելացել են։ Որ տարածքը նկատի ունեք։ Երևանի։ Իսկ հետի ծառայություններից գոհ եք, դժգոհ եք։ Եթե անջատումներ լինում է, այդքան էլ գոհ չենք։ Նվազել է։ Գոհ եք հետի ծառայություններից։ Այո։ Չեմ նկատել, տես փոփոխություն չկա, մեկ-մեկ է լինում։ Ես այս Երևանի նոր արիշն եմ բանում, նույնն է, 1000-ից մի անգամ են անջատում։ Շատացել են իհարկե, որը ցանկալի չէ։ Չեմ կարող նշել։ Չէ, մեր տարածքում որ չէ։ Շատացել են այս անցյալ տարվանից նոր տարուց սկսած շատացել են, ահա։ Գոհ չեք հետի ծառայություններից է գոհ եք ավելի շատ։ Հետ չեմ կարա ասեմ, եթե անջատում են չէ, եթե չէ գոհ ենք։ Հոսանքի նորմալ է պենտալում նորմալ է։ Նա բան չկա, նա պրժենի չկա։ Որ ասեմ 220-ից 170, 170, 160 խալաձենիկ բաներն են վառում։ Տրանսֆորմատորն ստիպում են որ տրանսֆորմատորին դնեն։ Ինչի համար։ Խապելով ժողովրդին։ Շատացել են երևի։ Որ վարչակարգի մասին եք ասում։ Ես 7-րդ մասի շենգավիթի։ Փոփոխություն չեմ նկատում։ Մեկ անջատում են, ամենահասկանալին էն է, որ անջատում են, ասենք 2 րոպեով, 3 րոպեով, 5 րոպեով, մի ասում են։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ, չեմ կարող համեմատաբար ասել, բայց իսկույն այդքան շուշու չեն անջատում։ Առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, որ դրական փոփոխության եք սպասում, դրան չեք ասել։ Հաստատ չեք ասել։ Իսկ ինչ որ մնում է, մի գեղեցիկ արտահայտություն կա, արդեն ունեք երկար տարիներ աշխատող, թողեք աշխատել մարդիկ։ Չէ, տեղյակ չէ, մեր մոտը տես չի։ Նույնն է, ոնց եղել է, տենց շարունակում է։ Տատանումներ լինում են։ Տատանումներ լինում են, անջատումներ էլ են մեկ-մեկ լինում։ Գոհ եք թե դժգոհ ընդհանուր առմամբ հետից։ Դժգոհ եմ։ Ձեռքերս մի քիչ շատ է, բայց փոփոխություն չեմ նկատում։ Ոնց եղել է, դից էլ կա։ Իսկ տատանումներ լինում են, որից տեխնիկա բան վնասվի։ Մեր դեպքում չէ։ Անորակ է, թրթռումը, վնասումը, օրինակ իմ լվացքի մեքենան է փչացել, շուտով հեռուստացույցս կփչանա։ Որ վարչական տարածքը Այս նոր-նորքի վարչական տարածքում եմ ապրում, բայց դժգոհ եմ։ Նույն ձևի մնացել է ինձ թվում է։ Երբ են անջատել, եթե պետք է լինում անջատում, պետք չի լինում չեն անջատում։ Փչացում, շատացում չի։ Հին հասցեի համեմատ նորմալ էր։ Շատացել են։ Հոսանքի անջատումները շատացել են։ որ հասցեն նկատի ունեք վարչական շրջանում։ Վարչական շրջանում այստեղ նորմալ է, ես կասեմ Շենգավիթում։ Նույնն է, առանձնապես տարբերություն ավելի շուտ քչացում, քան ստե շատացում։ Շատ են անջատում, շատ են անջատում։ Որ վարչական շրջանը։ Այստեղ մասիվ, երկրորդ զանգված։ Ահա որ շատ են անջատում։ Ու անընդհատ թրթռում է։ Մեր մոտ որ նվազ է շատ։ Շաբաթվա մեջ մի անգամ մի կես ժամով անջատեն թե չէ, չգիտեմ։ Ավելի շատացել է։ Ճիշտ ասած, մեր մոտ ես Դաթաշեն եմ ապրում, այնտեղ մեկ-մեկ են անջատում։ Տենց չի շատացել։ Շատացել են։ Որ վարչական տարածքը նկատի ունեք։ Ես ջրվեժից եմ, Բագրևանդում, հաճախակի հոսանքը անջատվում է։ Ինչ եք նկատում։ Չէ, շատացել։ Ընդհանրապես մասիվում միշտ էլ կարելի ասել կա։ Նույնիսկ իմ սառնարանը փչացել է այդ հոսանքի տատանումներից, քանի որ քաղաքում չեմ եղել, նորմալ ասենք 2 տարվա սառնարան էր գնված, հոսանքի տատանումից փչացել։ Ես այս տարածքից չեմ, ճիշտն ասած Խալբերդում եմ ապրում, բայց մեր մոտ շատ է լինում։